Երեխան կարող է քննություններում ստանալ 100 միավոր և միևնույն ժամանակ ձախողվել կյանքում։ Իրականում խնդիրը այն չէ, որ մեծացնում եք մի երեխա, ով դժվարություն ունի ուսման մեջ, այլ այն, որ մեծացնում եք մեկին, ով չի կարող մտածել, չի կարող ճիշտ ընտրություն կատարել և չի կարող կանգուն մնալ, երբ կյանքը դժվարանում է։ Ամեն օր հանդիպում եմ ծնողների, ովքեր ասում են իմ երեխան խելացի է, բայց ինչ-որ բան պակասում է։ Նրանք ենթարկվում են, բայց չեն հասկանում։ Նրանք հասնում են հաջողությունների, բայց ուղղություն չունեն։ Եվ ահա ճշմարտությունը, որը շատ ծնողներ չեն գիտակցում, իմաստությունը դպրոցում չեն սովորեցնում, այն կառուցվում է տանը ամեն օր։ Այսպիսով, այս տեսանյութում ես ձեզ ցույց կտամ 10 հզոր ամենօրյա սովորություններ։ 1 ամենօրյա ինչու զրույցներ, կառուցեք մտածողություն, ոչ թե միայն հնազանդություն։ Շատ ծնողներ ասում են՝ արա սա, մի արա գա, բայց իմաստուն ծնողները հարցնում են, ինչու ես կարծում, որ սա ճիշտ է։ Դադարեցրու դա ասելու փոխարեն, ասեք ինչ ես կարծում, ինչ կլինի, եթե շարունակես։ Սա զարգացնում է պատճառահետևանքային մտածողություն, որոշումների կայացում, անձնական պատասխանատվություն։ Իմաստությունը սկսվում է այնտեղ, որտեղ հրահանգները ավարտվում են։ Մտածողությունը սկսվում է 2 ամենօրյա փոքր որոշումներ։ Վարժեցրեք դատողությունը վաղ տարիքից։ Իմաստությունը մեծ պահերին չի ձևավորվում։ Այն ձևավորվում է փոքր ամենօրյա ընտրություններով։ Թույլ տվեք ձեր երեխային որոշել, թե ինչ հագնել սահմանների շրջանակում, ինչպես դասավորել իր տարածքը։ Նեյրոգիտությունը ցույց է տալիս, որ որոշումներ ընդունելը ուժեղացնում է պրեֆրոնտալ կեղևը, ուղեղի վերահսկման կենտրոնը։ Երեխաները, ովքեր վաղ չեն սովորում որոշումներ կայացնել, հետագայում դժվարանում են կյանքի կարևոր ընտրություններում։ 3 զգացմունքների անվանման ծես։ Դաստիարակեք էմոցիոնալ իմաստուն երեխաներ։ Երեխան, ով չի հասկանում իր զգացմունքները, չի կարող հաղթահարել կյանքը։ Զգացմունքները անտեսելու փոխարեն, դադարի լաց լինել ասելու փոխարեն ասեք. տեսնում եմ, որ հիասթափված ես, պատմիր, ինչու։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ զգացմունքներին անուն տալը նվազեցնում է դրանց ինտենսիվությունը։ Սա զարգացնում է ինքնագիտակցություն, էմոցիոնալ վերահսկում, համակրանք։ Իմաստուն երեխաները չեն ճնշում զգացմունքները, նրանք հասկանում են դրանք։ 4 ամենօրյա անդրադարձի ժամանակ։ Ամենաշատ բացակայող սովորությունը շատ ընտանիքներում։ Օրվա վերջում հարցրեք, ինչ սովորեցիր այսօր, ինչ կանեիր այլ կերպ։ Սա զարգացնում է մետաճանաչողություն, մտածելու մասին։ Շատ երեխաներ ապրում են ավտոպիլոտով։ Իմաստուն երեխաները կանգ են առնում, վերլուծում։ Անդրադարձը փորձը վերածում է իմաստության։ 5 թույլ տվեք նրանց պայքարել, մի խլեք նրանց աճը։ Այստեղ շատ ծնողներ սխալվում են։ Դուք շատ արագ եք օգնում, շատ արագ եք լուծում, բայց պայքարը տառապանք չէ։ Դա ուղեղի զարգացումն է գործողության մեջ։ Հոգեբանությունում սա կոչվում է ցանկալի դժվարություն։ Թող փորձեն, ձախողվեն, նորից փորձեն։ Ամեն անգամ, երբ շատ շուտ եք փրկում, հետաձգում եք իմաստության զարգացումը։ 6 ամենօրյա պատմությունների միջոցով ուսուցում։ Իմաստություն պատմությունների միջոցով։ Իմաստուն երեխաները միայն կանոններ չեն լսում։ Նրանք կյանքը հասկանում են պատմությունների միջոցով։ Պատմեք իրական պատմությունների, հետևանքների, սխալների դասերի, բարոյական երկընտրանքների մասին։ Պատմությունները ակտիվացնում են ուղեղի տարբեր հատվածներ, ինչը խորացնում է հիշողությունը։ Մի ասեք պարզապես եղիր ազնիվ։ Պատմեք մի պատմություն, որը կդարձնի ազնվությունը անմոռանալի։ 7 բնական հետևանքներ։ Սա ամեն ինչ կփոխի, սա հզոր է։ Պատժի փոխարեն թող կյանքը սովորեցնի։ Եթե մոռանում են տնայինը, թող բախվեն ուսուցչի արձագանքին։ Եթե վատ են տնօրինում ժամանակը, թող զգան ճնշումը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխաները ավելի արագ են սովորում, երբ հետևանքները կապված են իրենց գործողությունների հետ։ Իմաստությունը աճում է, երբ երեխաները ապրում են իրականությունը, ոչ թե միայն լսում դասախոսություններ։ 8 լռություն, մտածելու տարածք, թաքնված գերհզորություն։ Այսօր երեխաները չափազանց զբաղված են էկրաններ, աղմուկ, մշտական շեղումներ։
Բայց իմաստությունը աճում է լուր պահերին։ Ստեղծեք ամենօրյա լռություն, առանց հեռուստացույցի, առանց հեռախոսի, պարզապես մտածելու համար։ Սա ուժեղացնում է կենտրոնացումը և ինքնագիտակցությունը։ Աղմկոտ երեխան հազվադեպ է դառնում իմաստուն մեծահասակ։ 9. Ամենօրյա պատասխանատվություն։ Դարձրեք նրանց օգտակար, ոչ թե միայն հաջողակ։ Իմաստուն երեխաները ոչ միայն հասնում են հաջողությունների, այլ ներդրում են անում։ Տվեք պատասխանատվություններ օգնել տանը, հոգ տանել ուրիշների մասին, լուծել իրական խնդիրներ։ Սա զարգացնում է հաշվետվողականություն, նպատակ, առաջնորդություն։ Մի դաստիարակեք երեխա, ով միայն հարցնում է։ Դաստիարակեք նրան, ով արժեք է ստեղծում։ 10. Դարձեք օրինակ։ Նրանք դառնում են այն, ինչ դուք անում եք, ոչ թե այն, ինչ ասում եք։ Սա ամենադժվար ճշմարտությունն է։ Ձեր երեխան ամեն օր հետևում է ձեզ։ Ինչպես եք կառավարում սթրեսը, ինչպես եք որոշումներ ընդունելը, ինչպես եք խոսում ուրիշների հետ, ձևավորում են նրանց ուղեղը։ Ուղեղի հայելային նեյրոնները ստիպում են երեխաներին ավտոմատ կրկնօրինակել վարքագիծը։ Եթե ուզում եք իմաստուն երեխա, եղեք իմաստության օրինակ։ Խելացի երեխաները գիտեն ինչ ասել։ Իմաստուն երեխաները գիտեն երբ և ինչպես ասել։ Ձեր նպատակը չպետք է լինի դաստիարակել երեխա, ով տպավորում է մարդկանց, այլ այնպիսին, ով կարող է կողմնորոշվել կյանքում։ Սկսեք փոքրից,